Բարև ձեզ հարազատներս, այսօր մի հետաքրքիր առեղծվածի մասին եմ պատմելու մեր կյանքից, ընտանեկան կապերի մասին։ Գիտենք, որ ժամանակակից բժշկությունը շատ սիրում է ամեն ինչը բացատրել առանց Աստծո, որ սերը բիոքիմիական պրոցես է, հորմոնները, օքսիտոցինը սենց գնաց, սերոտոնինը սենց գնաց, ինչ-որ լիքը բաներ, բայց ընտանեկան կապերի մասին չի կարողանում այդ ընտանեկան կապերը բացատրի, ոնց է դա երջանկության մեջ տեղավորվում ես ընտանեկան կապերը, հիշեցնեմ, դրա մասին եմ պատմելու, հիշեցնեմ, որ ես մանկաբարձ գինեկոլոգ եմ, բժշկական գիտությունների թեկնածու, 21 տարի աշխատել եմ Մոսկվայի առաջատար կլինիկաներում, արդեն 1 տարի ինչ աշխատում եմ մեր երկրում։ Մի քանի տեսահոլովակներ կնկարահանեմ երջանկության մասին, դրա մասին, թե ես ինչ եմ հասկանում, կպատմեմ այն, ինչ կարդացել եմ այդ թեմայի շուրջ, մի քիչ դուք կավելացնեք ու գուցե մենք միասին երջանկության բանալին կարողանանք գտնել։ Իմ հասկանալով երջանկությունը բաղադրատոմս է, մի քանի մասերից է բաղկացած ու ինչով է սա կարևորագույն, որովհետև կարծում եմ սա մեր ճանապարհը պիտի լինի դեպի երջանկություն, երջանիկ լինելու ճանապարհ պիտի ընտրենք ու այս երջանկությունը հասկանանք, որ սա զգացմունք չի։ Մարդիկ սխալմամբ շփոթում են հաճույքների, զգացմունքների հետ, կենդանիներն ունեն զգացմունքներ։ Այդ նույն զգացմունքները մենք էլ ունենք ու դա վատ բան չի, որ մենք ուտելիքից հաճույք ստանանք, սեքսից են հաճույք ստանում, արևի տակ լինելուց, իրար հետ խաղալուց կենդանիներն էլ են հաճույք ստանում, մարդիկ էլ, բայց մարդ միտք ունի։ Մարդ պիտի այդ հաճույքները իմաստավորի, նոր այդ ժամանակ ինքը կկարողանա իրեն երջանիկ զգալ։ Ու այդ երջանկությունը դա իհարկե տարբեր մասերից է բաղկացած, բայց դրանց մի մասը դա նա է, որ սա քո աշխատանքի արդյունքն է։ Ընտանիքից եմ ուզում պատմել։ Ընտանիքի այս ինչն է առեղծված, ինչը բժշկությունը չի կարողանում հասկանալ, այդ ընտանեկան կապերի կարևորությունը, որ մարդուն մի ուրիշ մակարդակի է բարձրացնում իր այդ ներքին ապրումներով, որ մասը, որ մարդ մեկը մյուսին համարում է իրենը, որ տղամարդը իր կնոջը համարում է, որ սա իրենն է, կինը իր տղամարդուն համարում է, որ սա ամբողջությամբ իրենն է, այս երեխաները իրենցն են։ Ու դա մարդուն մի ուրիշ մակարդակի է բարձրացնում, հասցնում, կենդանիները չունեն տենց բաներ, իրանք զգացողությունների մակարդակին են, իսկ մերը դա չեն կարողանում բացատրեն, այսինչ առեղծված է, որ սա մարդուն երջանկացնում է, որ սա ամբողջությամբ քոնն է։ Ու այդ ընտանիքը հետաքրքիր է, ինչով է մարդուն երջանկացնում, անպայման բաղադրատոմսի երջանկության բաղադրատոմսի կարևորագույն մասն է կազմում ընտանիք ունենալը։ Ու ինչով է, ինչի համար է մտնում երջանկության մեջ, որովհետև դա ձեր աշխատանքի արդյունքն է։ Դուք եք սարքել ընտանիքը։ Առանց ձեր մասնակցության Աստված ընտանիքը ձեր չէր կարող սարքել։ Դա ձեր ընտրությունն է, որ ես կնոջ հետ ամուսնանաք, դա ձեր ընտրությունն է, որ ես տղամարդու հետ ամուսնանաք, միասին երեխաներ ունենաք, այդ երեխաներին պահեք։ Դրա համար է սա երջանկություն տալիս մարդուն, որովհետև բավարարվածություն է տալիս, որ ես եմ սարքել, ես եմ սրան հասել, հասկանում եք, Աստծո հետ միասին իհարկե առանց Աստծո օրհնության այդ ամենը չէր կարող լինել, բայց սա ձեր աշխատանքի արդյունքն է։ Ինչ եմ այս տեսահոլովակները նկարահանում, որովհետև այն ինչ ես հասկանում եմ ջահել ժամանակներից չեմ հասկացել, եթե ես իմանայի, որ սա ես պիտի անեմ, որովհետև ջահել ժամանակներից մտածում չէի մտածում, առաջին սկսեմ նրանից, ինչի մասին մտածել եմ, հասել եմ։ Իսկ դրա մասին չէի մտածում, ասում որ սա ես չեմ կարողանալու, Աստված դու ինչու ես, քեզ պետք կլինի գտաս, ուրեմն եթե չտաս, ուրեմն ինձ պետք չէր, բայց սա այդպես չի, սա որովհետև ջահել աղջիկներ են նայում, կարող է սխալմամբ մտածեն, թե ես դες թրվռում եմ, սենց լավ բաներ եմ ուտում, սենց լավ շատ երջանիկ եմ, ժողովուրդ ջան, երջանկության մեջ, իսկական երջանկության մեջ ընտանեկան երջանկությունը պիտի լինի։ Առանց դրա չես կարա երջանիկ լինես։ Հա ուրախ կարող է ապրես, մի օր ուրախ լինես, մի օր տխուր, նես չի որ ընտանիքներ ունեցողները անընդհատ զվարթ ապրում են, ոչ, դա ագի մեծ աշխատանք է, բայց մարդ իր աշխատանքի արդյունքից է երջանկանում։ Իր գործի պիտի տեսնա իր աշխատանքի արդյունքը դրանից երջանկանա։ Ու այդ ընտանիք ունենալը դա գիտեք ինչ աշխատանք է,
մի կանսերժ ունեինք Մոսկվայի, երբ որ ծնողներիս հետ է ապրում, իրենց մուտքում, շենքի մուտքում կանսերժ կար, իմ տարիքի էր, 3 երեխա մեծ երեխաներ ուներ, տաջիկիներ, երեխաներից մի օր ինձ տեսա, վայ, ասեցի շատ իզուր ամուսնացել, քեզ որ տեսնում եմ, հասկանում եմ, որ շատ իզուր ամուսնացել եմ, երեխեք եմ ունեցել։ Դրանից մեծ հիմարություն կյանքիս մեջ չեմ լսել ոչ մի անգամ, ու չկարողացա էլ պատասխանել, որովհետև ես հիմարությունը չեմ կարողանում հանդուրժել ժողովրդյան, գուցե ինքը այդ օրը լինում են օրեր, որ տխուր ես լինում, դժբախտ ես քեզ զգում, կարող է տենց հիմարություն ասես, բայց երկարատև հիմարություն մտածել չի կարելի, դա որովհետև դա մի ուրիշ երջանկություն է, իմ մոտ ինչի մի ուրիշ սխալ է, ինչից սխալ գնաց, որովհետև ես մեծ ընտանիքում եմ ապրում, հիմա եթե մի բան ուզեք խորհուրդ տամ այդ ջահել աղջիկներին, տղաներին պիտի առանձնացնեք, որ առանձին ապրեն։ Ես շատ երկար մեծ ընտանիքում եմ ապրել ծնողներիս հետ, եղբորս երեխաների հետ, եղբորս ընտանիքի հետ, ու 15 տարի իմ գրկում մեկը հաց է կերել։ Ուրեմն ես մտել եմ տուն, նստել որ ճաշեմ, գրկիս երեխա է եղել, ես մեծ գթալով եմ իմ ափսեից կերել, երեխան փոքր գթալով է իմ ափսեից կերել, երևի այդ ասում եմ մայրական ինստինկտները լրիվ գնացել են, ինչ որ տեղ են գտել իրենց գտնելու, 5 տարի Հայկն է նստել գրկիս, 5 տարի Սվետուլը, 5 տարի Միլան, 15 տարի ուղիղ ես ինչ որ զբաղված եմ եղել երեխաների հետ, ու շատ երջանիկ եմ ինձ զգացել։ Բայց դուք կարող եք ձեր սեփականը ստեղծեք, դա ստեղծագործություն է, դա աշխատանքի արդյունք է ու շատ կարևոր է, որտեղ դա հասկանաք, գնահատեք, ովքեր որ ունեն էլի, չեմ ասում, շատ երջանիկ են իրենց զգում, պիտի հասկանաք, որ դա դուք եք սարքող այդ երջանկությունը, դուք պիտի իրար ներեք, ճանապարհ գտնեք իրար երջանկացնելու, հնազանդվեք, հնազանդությունն է շատ կարևոր, որը ես այդ դրանից ցել եմ զրկված, դա շատ կարևոր է մարդ հնազանդ լինի։ Սա էլ է կարևոր, մի բան մոռացա ասեմ, որ այս տեսահոլովակները նկարահանելու ասեցի արդեն, որ կուզեմ աղջիկ երեխաները հասկանան, որ ինձ նայում են, սխալմամբ չասեն, վայ, այս ինչ լավ առանց ամուսնանալու ապրելը, արդեն ասել եմ, որ կտակարանում գրվածը ավելի լավ է քո վզից մի մեծ քար կախեն գցեն քեզ ծովը, քան դու ապրես ու մեկի գայթակղեցնես քո սխալ բան ցույց տաս, սխալ բան սովորեցնես, որից որ նոր է ընդունվել ինստիտուտ, մեր խմբի աղջիկները գրեթե բոլորը ծխում էին, ու ես այդ ինչքան էի ուզում ծխեմ, չեք պատկերացնում։ Երեքյանքիս մեջ ոչ մի անգամ չեմ ուզել ամուսնանամ, ինչքան այդ 17 տարեկանում ուզել եմ ծխեմ, բայց չէր կարելի ինձ ծխել, քանի որ ես 11 տարեկանից կտակարան էի կարդում ու գրված էր, որ չի կարելի, որ դու որևէ մեկին գայթակղեցնես։ Ես հասկանում եմ, որ փոքր երեխաներ կլինեն, կտեսնեն ինձ, կուզեն ինձ նմանվել, կտեսնեն ես ծխում եմ, կմտածեն, թե ծխելով պիտի ինձ նմանվեն։ Այսա կուզեմ, որ դուք ամուսնանաք, երեխաներ ունենաք, երջանկության բաղադրատոմսը հավաքեք։ Մնացած բաների մասին էլ կպատմեմ, ինչն է իմ հասկանալով երջանկության մեջ մտնում, դուք ձեր հասկացածը գրեք կոմենտների տակ ու միասին վեր կլուծենք ու կհասկանանք որն է ու կշարժվենք դեպի երջանկություն։ Բարի օր բոլորիդ, մեծ հույսերով կհանդիպենք նորից։